Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, մենք այսօր շարունակում ենք մեր թարմ ձայն հաղորդաշարը, մեր այսօրվա հյուրն է հեռավոր Ֆրանսիայից Մարգարիտ Ասադոյանը, ողջույն Մարգարիտա ջան, ինչպե՞ս եք։ Ողջույն Մուշեղ ջան, Մարկ Աստծո, ոչինչ նորմալ, դուք ինչպե՞ս եք։ Ոչինչ, մենք էլ փորձում ենք դիմանալ այս բոլոր առհավիրքներին։ Մարգարիտա ջան, չգիտեմ ինչքանով եք տեղյակ թե չէ, մեր մոտ արդեն 9-րդ ազգային ժողովի 9-րդ գումարումն է, այն պարագայում, երբ որ Ալիևը այցելում է Նախիջևան եւ այնտեղից հորդում է տարբեր հարցերի շուրջ, ինչ մենք այսօր բնականաբար կքննարկենք, մեր այսպես կոչված ազգային ժողովը մանկապարտեզով է զբաղված, սեղաններին հարվածելով, ինչա որ կաթողիկոսին անվանում են որպես Կտրիշ Ներսիսյան, այլ ոչ թե Գարեգին II եւ նմանատիպ բաներ, լուրջ վտանգները մեր երկրի առջև կանգնած է, իսկ մեր այն գլխավոր պետական ինստիտուտներից մեկը զբաղված է այսպիսի մանր-մունր հարցերով, դուք ինչ կասեք։ Իհարկե հետևում եմ ամեն ինչին, ինչ որ կատարվում է Երևանում, մեծ ցավով նախ ճիշտ է, մեծ սպասումներ չունեի այս ընտրություններից, բայց ամեն դեպքում նախ ուրախ էի, որ ԲՎՌ-ը մասնակցեց, որտեղ այլ կերպ լինել չէր կարող, եւ ցավով նորից արձանագրեցինք, որ ժողովուրդը այնքան չկարողացավ հեռատես գտնվել կամ անգամ հեռատես էլ չէ, ուղղակի տեսնել այդ վտանգները, որ իր առջև կանգնած է այսօր, եւ նորից կամ ընտրեց կամ ինչ-որ չափով նաև ես չեմ համարում սա նորմալ ընտրություններ, այլ կեղծված ընտրությունների արդյունքում նորից խորհրդարան մտան այն ուժերը, որ հիմա մենք ունենք, ու հենց առաջի գումարման նիստն էլ շատ հուսախաբեցնող եւ չգիտեմ, եթե որոշ մարդիկ ինչ-որ սպասումներ ունեին այսպես կոչված ընդդիմության հետ, գնալով հոտս են ցնդում ինչ-որ առումով այդ սպասումները, որովհետև իրոք, ինչպես դու նշեցիր, Մուշեղ ջան, մանկապարտեզին վայել, նիստեր են գումարվում, կարծես անձնական վենդետաներին նվիրված, մի կողմ է թողված ամբողջ վտանգավորությունը, օրհասականությունը այսօրվա հայաստանյան իրավիճակի եւ կենտրոնացում է մանր, ճղճիմ, շատ ներանձնական, կուսակցական, այսպես ասած, խնդիրների վրա։ Իշխանությունը նորից փորձում է ժողովրդին խաբել կեղծ դատական այդ հետապնդումներով, բնականաբար ում էլ որ հետապնդում են ինչ-որ մի բան ունենում են նրանց վրա եւ կարծես ժողովրդին դրանով ուզում են համոզել, թե իրենք ինչ-որ Հայաստանը մաքրում են թե կոռուպցիայից, թե տարբեր տեսակի անիրավություններից, բայց իրականում սրանք բացարձակապես այսօր արդեն կարող եմ վստահաբար ասել, որ սրանք քաղաքական հետապնդումներ են, օրվան Նիկոլ Փաշինյանի այդ օրվան համապատասխան, թե նա նրան ով ինչ է ասել, ինչպես է վիրավորել կամ ինչքանով է կանգնած իր ճանապարհին, որոշ առումներով էլ ցուցադրական եւ կեղծ բեմադրված հետապնդումներ են, այնպես որ զարմացած չեմ, հուսահատված եմ ինչ առումով, որ ժողովուրդը չի կարողանում արթնանալ, չի կարողանում թացը չորից անգամ հիմա տարբերակել, բայց սա ինչ-որ մի նորություն չէր, այսօրվա ամեն ինչի նախադրյալները 3, այսինքն ընտրություններից առաջ, մի քանի տարի առաջ, անցյալ տարի եւ այլն ամբողջը Նիկոլ Փաշինյանը այդ նախադրյալները ցուցադրել էր, այսինքն ժողովուրդը քաջատեղյակ էր, թե վերընտրման դեպքում ՔՊ-ն եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը ինչպես են վարվելու, լինի դա կաթողիկոսի կամ ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու հետ կապված, լինի դա սահմանադրության հետ կապված, Ադրբեջան-Հայաստան եւ աշխարհի հետ Հայաստանի դիրքավորման հետ կապված, տարածքներ, անկլավներ, զիջեր եւ այլն այս ցավոտ խնդիրների հետ կապված, իսկ նորություն չկա, Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր դավաճանական գիծը, այնինչ թելադրում է այսօր իրեն Ալիևը, Էրդողանը, նա բաց տեքստով հայտարարում էր, հիմա էլ շարունակում է, նորություն չկա, սպասելիքները ինչ-որ չափով նոր խորհրդարանից էր, որ իբրև այնտեղ կարող են ներթափանցել քիչ թե շատ առողջ ուժեր եւ դիմագրավել, դեռևս այդ դիմագրավումը տեղի չի ունենում, այն ինչ որ կարող էր անել ընդդիմությունը
այսինքն ժողովրդին դուրս բերել փողոց կամ մի քիչ ավելի նորմալ պայքար ձեռնարկել, դա չարվեց, հիմա մտել են իրենց առօրյա, այսպես ասած, ներանձնական այդ թողու բողի մեջ, ով ում կդատի, ով ում ինչ ցեղ կշպրտի ով ում վրա եւ ով ավելի էֆեկտիվ դա կանի։ Դուք ասեցիք, որ ժողովրդի մոտ կա որոշակի, այսպես ասած, հիասթափություն ընդդիմությունից։ Ինչ կարծիք եք, մենք բևերը կարողանա օգուտ քաղել այդ ամեն ինչից եւ ժողովրդին բացատրական աշխատանք տանելով կարողանա իր կողմը քաշել այն հատվածին, որոնց սպասումները չարդարացան այս ընտրություններով։ Դե տեսեք, այս ամբողջ տարիների ընթացքում բևերի գործունեության բևերը հենց դրանով էլ փորձել է զբաղվել, ամեն ջան գործադրել, որպեսզի ժողովրդի աչքերը բացի իրավիճակի վրա, այն վտանգների վրա, որոնք սպասվում էին եւ որոնցից շատերը այսօր իրականացել են, եւ այն զարգացումների վրա արտաքին քաղաքական եւ մեր տարածաշրջանի հետ կապված, որոնցից շատերը նույնպես այսօր իրականացել են։ Ես հասկանում եմ, որ բևերի միջոցները շատ սահմանափակ են, բնականորեն այն իմաստով, որ ֆինանսապես եւ պայքարել այդքան մեծ, այդքան ուժեղ հզոր ուժերի դեմ միայնակ մի կուսակցություն, որը չունի արտաքին կամ ներսից շատ, այդպես ասած, հզոր ինչ-որ ուժերի օգնություն, սա շատ դժվար է, բայց այնուամենայնիվ մենք կարողացել ենք այսօր շատ բաներ ցույց տալ ժողովրդին, հասկացնել, որոշ մասը ժողովրդի իհարկե այսօր հասկանում է, շատերի հետ երբ խոսում եմ, անգամ ցիտում են, ասում են, հասկանում ենք, ճիշտ էիք ասում եւ այլն, բայց ես ցավոք չեմ կարող այսօր ոչ մեկս էլ չեն կարող ասել, թե կարողացել ենք հասնել ժողովրդի մեծ զանգվածների հասկացմանը եւ մեր կողմ ներգրավմանը։ Ցավում եմ, որ դա եթե լինի էլ մոտ ապագայում, ապա լինելու է մեծ կորուստներից հետո, որովհետեւ իրոք ցավալի է դա, բայց մեր ժողովուրդը իր կարևոր կետերը տեսնում է այլ վայրում, քան լինել իրազեկված, հասկանալ իրողությունները պատշաճ կերպով, մի տեսակ ավելի փորձում է մոռանալ, գլուխը թաղել ավազի մեջ եւ համարել, թե վտանգը իր կողքով կանցնի, մենք միշտ եղել ենք, մենք հավերժական ազգ ենք նմանատիպի խոսքերով, այո, մենք երկար պատմություն ենք անցել եւ իրոք բարձրալը, թե մեր ճակատագիրը շատերը բողոքում են մեր հայ ճակատագրից, բայց ես հակառակը կարծում եմ, որ նմանատիպի հատկապես վարք ցուցաբերելով դա հրաշքի ժանրից է, որ մենք այսօր դեռ գոյություն ունենք որպես ազգ եւ պետություն եւ հույսով եմ, որ այդպես էլ կշարունակվի, մենք չենք կորի պատմության թատերաբեմից, սակայն այդ վտանգը այսօր առավել քան երբևէ կա ու մենք չենք լրջանում, չենք կարողանում բացել մեր աչքերը այդ վտանգներին, փորձել առերեսվել այդ վտանգների հետ եւ փորձել միաբանորեն լուծել դրանք։ Այստեղ է մեր ամենամեծ խնդիրը, խոսքը կլինի բևերը կկարողանա, թե բևերը ինչ որ այլ ուժերի հետ կկարողանա, բայց դա օրհասական հարց է, դա պետք է արվի, այլապես հայ ժողովուրդը եւ Հայաստան պետությունը կարող է կորել պատմության էջերից։ Ցավում եմ, բայց կարծում եմ, որ դա կլինի, բայց կլինի ցավոտ կերպով, արդեն ցավոտ է, բայց տեսեք հիմա մենք կանգնած ենք նոր զիջումների առաջ, այսինքն օրինակ Տիգրանաշենի այդ որպես անկլավ, այսպես ասած Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած քարքի զիջման առջև, ցավում եմ, բայց կարծում եմ միգուցե դա էլ չարթնացնի ժողովրդի լայ զանգվածներին ու նրանք չհասկանան, որ զիջելով Տիգրանաշենը մենք կտրվում ենք, կարելի ասել, նաև Իրանից եւ ամբողջությամբ շրջապատվում ենք Ադրբեջանի կողմից, թուրքական աշխարհի կողմից եւ դա մեր վերջին այդ
այն խեղդող օղակն է լինելու, որ Ադրբեջանը այդ օղակը հիմա մեր համար նախապատրաստել է Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ Մենք ասում ենք, իրազեկում ենք, բայց նախ այդ դիտողականությունն է մեր ժողովրդի բևեռի նյութերի հանդեպ, ընդհանրապես այսօր համոզմամբ իմ ուսումնասիրությունների հիման վրա կարող եմ ասել, որ լուրջ քաղաքական վերլուծությունների հանդեպ ժողովուրդը իներտ է։ Մենք փորձում ենք իրազեկել, բայց ժողովուրդը ավելի տարված է հանգստով, արձակուրդներով, լավ ժամանակ անցկացնելով կամ չգիտեմ, օրվա հարց լուծելով, շատերը այդ բեռի տակ են, թե եւ իրենց արդեն չի հետաքրքրում ավելի խոշոր հարցեր, չնայած չեն հասկանում, որ դրանք ածանցվում են այդ հարցերը, իրենց օրհասական հարցերը այդ խոշոր հարցերի լուծումից են կախված։ Մի խոսքով, ես կարծում եմ, որ դա լինելու է, դա ոչ միայն հնարավոր է, այլ դա հրամայականն է օրվա, որպեսզի բևեռը եւ այն առողջ մարդիկ, ուժերը, որ գոյություն ունեն Հայաստանում եւ հատկապես նաև Հայաստանից դուրս, որովհետև կներեք, բայց արդեն հույսս քիչ ավելի լուրջ խնդիրների լուծման համար կապում եմ նաև Սփյուռքի հետ, իհարկե տեսնելով նաև Սփյուռքի վիճակը, որը նույնպես անմխիթար է, բայց այստեղ կան մարդիկ, կան ուժեր, որոնք դեմս նաև բևեռի լոբիստական գործունեության եւ այլն փորձում են դրսից բացել թե արտաքին մեր գործընկերների աչքերը եւ թե սփյուռքահայերի աչքերը այսօրվա իրողությունների հանդեպ, այնպես որ դա լինելու է, կոնսոլիդացիա անպայման լինելու է ինչ-որ մի պահի, բայց կարծում եմ, որ դա նորից լինելու է շատ ցավոտ զիջումներից եւ շատ ցավոտ զարգացումներից հետո։ Շատ լավ։ Մարգարիտա ջան, ես ճիշտ ասած ցավով եմ սա այս հարցը տալիս, քանի որ Ալիևի խոսքերն եմ ուզում մենք մեկնաբանենք եւ գնահատականատանք։ Պարզապես մենք անում ենք սա այն պատճառով, որ մեր պետական պատշաճ մարմինները դա չեն անում եւ ստիպված մենք մեր հանրությանը ծանոթացնում ենք։ Ուզում եմ մեջբերեմ Ալիևի երեկվա տված հարցազրույցից մի դրվագ։ Նա ասում է, եթե պատերազմի պայմաններում դու ինչ-որ մեկին պարտադրում ես, դա նշանակում է, որ այն կողմը կապիտուլացվել է։ Այսինքն այս տերմինի մեջ պետք չէ որևէ նվաստացուցիչ կամ վիրավորական իմաստ փնտրել։ Դա պարզապես իրականություն է։ Այսինքն քիչ են այն, որ նա պահանջում է այսպես կոչված անկլավները իրեն տրամադրել, այդ Զանգեզուրի միջանցքն այդ հարցազրույցի ընթացքում բազմաթիվ անգամ անվանում, որ հենց այդպես։ Նա նաև ասում է, որ Հայաստանը կապիտուլացվել է եւ դա իրականություն է։ Եվ որևէ արձագանք պետական մարմիններից ներկապային դեռ չկան։ Բայց Մուշեղ ջան, դուք ինչ արձագանք եք սպասում Նիկոլ Փաշինյանի իշխանությունից Ալիևը ինչ էլ հայտարարի եւ ինչ էլ այս տարիների ընթացքում հայտարարել է, Նիկոլ Փաշինյանի կառավարության եւ ոչ մի արձագանք մենք չենք տեսել։ Ընդհակառակը, եթե եղել են սուր արձագանքներ ընդդիմադիր գործիչներից եւ այլ, նրանք Նիկոլ Փաշինյանը, ԿՊ-ն լծվել են այն գործունեության, որպիսի լղոզեն, այդ սուր անկյունները հարթեն, փորձեն ինչ-որ ձևերով ցույց տալ ժողովրդին, որ այնտեղ ոչ մի հանցավոր կամ ոչ մի արտառոց բան չկա, Ալիևի խոսքերում կամ լինի դա Ալիևի, լինի ադրբեջանական, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, լինի Թուրքիայի կողմից, այսինքն նրանք միշտ այդ սպիտակեցրել են այդ մարդկանց երեսները, հանդիսացել են Ալիևի ռեժիմի փաստաբաններ։ Ոչ միայն նրանք փաստաբաններն են Ալիևի ռեժիմի, այլ արդեն շատերի համար դա պարզ է, որ նրանք ուղղակի դրածոներն են թուրքական ղեկավարության, թուրքական աշխարհի եւ դա արդեն նրանք անում են անթաքույց, օրինակ ԿՊ падգամավորուհի այս օրերին նշում էր, որ Կտրիչ Ներսիսյանը, այսինքն կաթողիկոսը, իր համար կաթողիկոս չէ, իսկ Ահա Փաշազադեն նա հոգևոր առաջնորդ է
Գիտեք ինչ, շատ բաներ կան, որ դու կարող ես մտածել անգամ, եթե անգամ դու այդպես ես մտածում, բայց եթե դու ներկայացնում ես պետություն եւ հատկապես իշխող կուսակցության թեկնածուն ես, անգամ եթե դու այդպես էլ մտածեիր, դու իրավունք չունեիր նման կերպ արտահայտվելու, այսինքն մենք այստեղ նույնպես ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում եւ չեմ էլ ակնկալում, որ Ադրբեջանի, չէ, Հայաստանի ադրբեջանական իշխանության կողմից որևիցե մի կտրուկ կամ ոչ կտրուկ արձագանք է լինելու։ Եկեք հիշենք տարիներ առաջ հիշում եք, որ նույն Բելարուսի նախագահը Լուկաշենկոն Հայաստանին անվանեց շատ տգեղ էպիտետներով եւ ասեց ում է պետք Հայաստանը ուր են գնալու եւ օրեր առաջ Հապկինիստի ժամանակ ԵԱՏՄ-ի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չնշելով անուն, բայց սա ցիտեց եւ պատճառաբանեց, այսինքն իր սովորության համաձայն մեղքը գցեց հիմա Լուկաշենկոյի վրա, որ սա էր պատճառը, որ ես փորձում եմ Հայաստանը իբրև թե ճակերտավորված տանեմ դեպի Եվրոմիություն, բայց դուք երևի լավ կհիշեք, որ այդ օրերին, երբ Լուկաշենկոն այդ խոսքերը ասաց, Հայաստանի իշխանությունների կողմից, ԱԳՆ-ի կողմից ոչ մի արձագանք չեղավ եւ ոչ մի կուսակցության կողմից, միակ ուժը, որ արձագանքեց Լուկաշենկոին, դա ազգային ժողովրդական բևեռն էր, երբ մենք Բելարուսի դեսպանատան դիմաց ակցիա կազմակերպեցինք եւ աշխարհի տարբեր ալիքներ ուկրաինական, ադրբեջանական, այդ թվում նաեւ ռուսական եւ այլն մեզ ցույց էին տալիս, որ նման ակցիա է տեղի ունեցել Երևանում։ Բա ինչի՞ց ենք Մարգարիտա ջան բողոք, մետե որ մենք ակցիա ենք անցկացնում, հենա Նիկոլ Փաշինյանը իր գործերով այսպես ասած արձագանքում Լուկաշենկոյին։ Դե Նիկոլ Փաշինյանը շատ բան կարող է ասի, բայց խելացի մարդը միշտ պետք է հասկանա, որ ինչ որ ասում է Նիկոլ Փաշինյանը, նա անում է դրա ճիշտ հակառակը, 180 աստիճան հակառակը, եւ հետո ժամանակի ընթացքում, գիտեք, սա տեխնիկայի դար է, սա այսօր այնքան էլ դժվար չէ գտնել ճշմարտությունը, որովհետեւ ամեն ինչ թվագրվում է, ամեն ինչ իր տեղը ունի համացանցում, շատ հեշտ կարելի է ստուգել Նիկոլ Փաշինյանի խոսքերը, բայց նա ընդհանրապես ոչ մի ամոթ կամ չի տատանվում երկար մտածում, որ ասելով այս կամ այն բանը հետագայում ասելով լրիվ հակառակը մարդիկ կարող են տեսնել, ապացուցել եւ իր առջեւ դնել, որ դու ստում ես։ Ինքը հանգիստ ստում է, շատ հանգիստ, ես նրան անվանում եմ ստի հայր, այսպես ասած, գիտեք երևի, թե Աստվածաշնչում նման ձևով ում են անվանում, նա բացարձակապես չի երկչում կատարյալ ստեր ասելու, հետո դրա հակառակը ասելու եւ ժողովրդին մոլորեցնելու համար։ Նույնը անում է դրսի արտաքին ուժերի հետ ու չգիտես ինչու դեռևս այդ ամենը նրան հաջողվում է անցկացնել։ Ես չեմ համոզված եմ, որ մեր գոլեգաների համար արտերկրյա դա նույնպես նորություն չէ, նրանք շատ տեղեկացված են, պարզապես այս պահին նրանց հետաքրքիր է Հայաստանը, ի հակադրություն Լուկաշենկոյի խոսքերի Հայաստանը այսօր շատ պետք է, շատ կարևոր է եւ նրանք ստիպված են այս պահին աշխատել Նիկոլ Փաշինյանի եւ նրա նման անձի հետ, այնպես որ շատ նրա խոսքերի վրա աչք է փակվում կամ ծառայեցվում է իրենց շահերին ինչ-որ չափով, բայց բոլորն էլ այսօր ճանաչում են, թե ով է իրենից ինչ է ներկայացնում Նիկոլ Փաշինյան գործիչը եւ անձը։ Հաջորդը ինչ որ պետք է մեր բերեմ Իլխամ Ալիևից եւս մեկ անգամ ապացուցում է, որ եթե մենք ուզում ենք իմանալ, թե ինչ է սպասվում Հայաստանի մոտակա ապագայում, պետք է լսենք Թշնամի պետության ղեկավարին, քանզի մենք տեղեկանում ենք հենց թշնամական պետությունից, թե ինչ է սպասվում, ոչ թե մեր նույն ԶԼՄ-ներից կամ իշխանություններից եւ կամ ընդդիմությունից։ Իլխամ Ալիև, մեր մասնագետների կողմից Հայաստանի տարածքում իրականացված վերլուծության արդյունքում նույնիսկ որոշվել են այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրական սյուները։ Այսինքն սա Իլխամ Ալիևը ասում է, որ Հայաստանի արդեն իրանք
զնել են այդ տարածքները, որտեղ պետք է անցնեն այդ էլեկտրոլարերը, որ պետք է կապեն Նախիջևանը Ադրբեջանի այլ տարածքի հետ, եւ այսինքն մենք նույնիսկ տեղեկացված չենք, որ եղել, որ նման զննում իրականացվել է մեր տարածքում։ Ադրբեջանցիները այսօր շատ հանգիստ երկմուտք ունեն Հայաստանում, նրանք անթաքույց կերպով, ինչպես Ալիևը 20 թվից հետո մշտապես նշել է, նրանք մեծ հավակնություններ ունեն Հայաստանում, տարբեր տարածաշրջաններում, անգամ նրանք գալիս են Երևան, Երևանի սրտից, հրապարակից, Հանրապետության հրապարակից վիդեոներ են տեղադրում եւ դա Գիտեք ինչ, մենք իբրև ունենք տարբեր տեսակի ինստիտուտներ, բայց ցավով պետք է նշենք այս հանգամանքին ինձ, որ մեր ոչ մի ինստիտուտ կամ չի աշխատում այն առաքելության համապատասխան, որին ինքը կոչված է։ Հատկապես խոսքս զինվորական կամ հետախուզության կամ ներքին ԱԾ եւ այլ անվտանգության եւ այլ այս հարցերի հետ կապված այնպես որ նրանք աշխատում են զուտ ներքաղաքական, ներազգային խնդիրների եւ Նիկոլ Փաշինյանի ճղճիմ այդ հաշվեհարդարների համար նյութեր պատրաստելով, մարդկանց գաղտնալսելով, նրանց վրա կոմպրոմատներ հավաքելով։ Իսկ կարևոր եւ վտանգավոր հարցերը, ինչպիսիք են արտաքին վտանգները, թշնամու կողմից վտանգները, դա նրանց գործառույթների մեջ կարծես բացարձակապես չի մտնում։ Իսկ այո, Ալիևը չի թաքցնում, Ալիևը դրանց մասին բարձրաձայնում է եւ նա իր քաղաքական դիվիդենդներն է հավաքում թե իր ներքին լսարանի համար եւ թե մեզ է լսացնում, մեզ է սովորեցնում, մեր ականջներն է սովորեցնում արդեն դրան եւ իր կշիռն է բարձրացնում թե իր երկրում եւ ընդհանրապես աշխարհում, քանի որ նրա ամեն խոսքը հետագայում կատարվում է, ցավոք։ Այնպես որ այո, այս թրիկ կոչեցյալը իրականում այդ Զանգեզուրյան միջանցքը ծառայելու է Ադրբեջանին եւ թուրքական աշխարհին կապելով ոչ միայն Թուրքիան Ադրբեջանին, այլ նաեւ հենց Նախիջևանը Ադրբեջանին եւ մեծացնելու է Նախիջևանի դերը այս տարածաշրջանում եւ Ադրբեջանի համար եւ նա արդեն հավաքում է այդ կապիտալը եւ շատ ճիշտ է վարվում իր պետության համար Ալիևը նա արդեն բարձրացնում է Նախիջևանի դերը եւ հորինում հիմա այդ Նախիջևանի համար նոր պատմություն անվանելով նրան հին ադրբեջանական տարածք միջնադարյան ժառանգությամբ այդտեղ խոսում էր նաեւ միջնադարյան ճարտարապետի մասին, որը իրականում իրանցի էր եւ միջնադարում Ադրբեջան պետություն եւ նման ազգ գոյություն չուներ, բայց մարդը կերտում է հիմա էլ նոր պատմություն տեսանք ինչպես Ադրբեջանի համար է կերտում մեր հնադարյան եկեղեցիները սեփականաշնորհելով հիմա էլ անցել է Նախիջևանի ադրբեջանացմանը, նրա դիրքի բարձրացմանը, կարևորացմանը, սուներել կդնեն, ամեն չել կանեն, եթե Նիկոլ Փաշինյանը եւ իր ավազակախումբը կմնան իշխանության եւ այս ընդդիմություն, իշխանություն, այս վզվռտոցը գնան այդ մանր հարցերի շուրջ, ինչպիսիք են դու իմ հորը, այսպես ասացիր, դու չգիտեմ ներանձնական ես հաշվեհարդարներով մինչև կզբաղվեն, նրանք էլեկտրոսուներն էլ կտեղադրեն, ճանապարհներ կբացեն, դիգրանաշեններ կվերցնեն ու ամբողջությամբ այսպիսով կտնօրինեն Հայաստանին, ոնց որ նախատեսում են անել։ Դա համար ժողովուրդը պետք է աչքերը բացի։ Եվ երբ իշխանությունները կներեք, էլի, այս իշխանությունների սուվերենը դա ժողովուրդն է, իշխանությունները սովորաբար պետք է սիրեն
բայց նաև վախ ունենան իրենց սուվերենից։ Հիմա մենք տեսնում ենք, որ Փաշինյանի իշխանության եւ անձամբ Փաշինյանի վախը միայն Ադրբեջանից է, Ալիևից է եւ Թուրքիայից է, այսինքն ստացվում է, որ նրա սուվերենը, որ ինքը ծառայում է, դա Ադրբեջանն է, այլ կերպ այլևս բացատրել ժողովրդին հնարավոր չէ։ Միակ Փաշինյանը բացարձակապես չի վախենում այլևս հայ ժողովրդից, նա չի վախենում հայ ժողովրդից, հասումից, դատից եւ այլն։ Նա միակ ուժերը, որոնցից նա վախենում է, դա թուրքական ուժերն են, Ալիևն է, որոնց ձեռքի մեջ է, որոնց խամաճիկն է, ուրեմն ժողովուրդը պետք է հասկանա, որ Փաշինյանի սուվերենը դա Ադրբեջանն է եւ ադրբեջանական իշխանությունները։ Դա նշանակում է, որ նա չի ծառայում հայ ժողովրդին։ Սրանից էլ պարզ ճշմարտություն ժողովրդի համար չեմ կարողանում պատկերացնել, էլ ոնց պետք է ցույց տա նույն Փաշինյանը, որը փաստորեն ավելի ազնիվ է, քան մեր ժողովուրդը, որ համարում է, թե ինքը ունի իշխանություն։ Եվ այդ հարցազրույցում Իլխամ Ալիևը նաև շեշտում է, որ իր բարի կամքը կդրսևորի Ադրբեջանը, երբ որ մեծամորի ատոմակայանը փակելու ժամանակ իրենք նույն այդ հոսանքը կտրամադրեն Հայաստանին, որպես Հայաստանը կանգնած չլինի այդ հոսանքի ճգնաժամի առջև, եւ մենք գիտենք վաղուց, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի երազանքն է, որպեսզի մեծամորի ատոմակայանը փակվի եւ Հայաստանը կախված լինի այլ դրսի ուժերի հոսանքից եւ քայլ առ քայլ Ադրբեջանը տանում է եւ եթե այսպես շարունակվի, իրենք այդ նպատակին էլ կհասնեն, ցավոք սրտի։ Ադրբեջանի համար մեծամորի ատոմակայանը մի քանի նշանակություն ունի։ Առաջինը նախ մեծամորի ատոմակայանը նաև զսպիչ գործոն է, որովհետև նա շատ մոտ է Թուրքիային եւ ամեն դեպքում նա ատոմակայան է, այսինքն ինչպես Մինգեչաուրի ջրամբարը որոշ առումներով եւ խոցելի տեղն է Ադրբեջանի, բայց նաեւ զսպիչ, առավել եւս մեծամորի ատոմակայանը դա ռազմական կարեւորության օբյեկտ է։ Մեկ երկրորդը իհարկե, ինչպես դուք նշեցիք, մեծամորի ատոմակայանը Հայաստանի էներգետիկ անկախության գրավականներից մեկն է։ Եվ քանի մենք փորձում ենք եւ ջանում ենք եւ Ամերիկայի ցել առաջարկներ կան եւ այլն նոր ատոմակայանի կամ ինչպես պարոն Պապյանն էր նշում ժամանակին Կանադայից այդ փոքրիկ ատոմակայանների Հայաստանում տեղայնացնելու կապակցությամբ ջանքեր եւ այլ, որոնք չարվեց Փաշինյանի կողմից եւ արդեն պարզ է թե ինչու չարվեց, մենք նոր նշեցինք, որ Փաշինյանը բացարձակապես իր եկած օրվանից չի ծառայել Հայաստանի շահերին եւ հայ ժողովրդի շահերին, դրա համար էլ այն ժամանակ մարդիկ զարմանում էին, թե ինչու է հայանպաստ ամեն մի առաջարկ ու ծրագիր մերժվում կամ անտեսվում այս իշխանությունների կողմից, հիմա դա արդեն պարզ է, բայց մյուս կողմից էլ տեսեք, հիմա Հայաստանը նաև դիրքավորվում է առհստական վանականության համար, որպես ինչ-որ կենտրոն ծառայելու այս տարածաշրջանում, իսկ դրա համար բնականաբար մեծ էներգիա է պետք, որ աշխարհը այսօր կռիվ է տալիս այդ էներգիայի համար, իսկ մեծամորի ատոմակայանը եւս մի արգելք է, եւս մի խոչընդոտ է Ադրբեջանի համար, որպեսզի Հայաստանին ամբողջական կախման մեջ գցի եւ որպես գործոն ամեն ձևով լուծարի, ամեն ձևով փակի Հայաստանի հնարավորությունները որևիցե մի ապագայում շանս ունենալու համար։ Իր կողմից դա իհարկե ստրատեգիական նշանակության քայլ է, կարծում եմ նրանք ջանք չեն խնայելու դրա համար, բայց ես համոզված եմ, որ դա տեղի չի ունենալու։ Հաջորդ եւ ատոմակայանը չի փակվելու եւ ես կարծում եմ, որ հակառակը միգուցե ամերիկյան ուժերի հետ համատեղ մենք ունենալու ենք արդիականացված եւ միգուցե մեկ այլ ատոմակայան նույնպես, որը արդեն կախված չի լինելու Փաշինյանի կամքից, այդտեղ այլ արդեն խաղացողներ կան եւ այլ հետաքրքրություններ կան, որը չեմ կարծում, որ Փաշինյանին կհաջողվի այդպես Ալիևի հետ միասին ձեռք ձեռքի տապալել։
Հաջորդ եւ ամենակարևոր հարցը, որ այսպես ասած եւ արդեն վերջի հարցը, որ ուզում եմ քննարկել, դա սահմանության փոփոխությունն է, ոչ թե սահմանադրական փոփոխությունն, այլ սահմանադրության փոփոխությունը հռչակագրի հանելը եւ ինչը նշանակում է կազմաքանդում այսպես կոչված երրորդ հետխորհրդային Հայաստանի։ Արդյոք մեր հանրությունը գիտակցում է, թե որ սա ոչ սովորական հանրաքվե է լինելու, ոչ սովորական սահմանության փոփոխություն է, այլ հենց ներկա այդ երրորդ հանրապետության կազմաքանդման եւ չորրորդ հանրապետության հռչակման գործընթաց է պատրաստում իրականացնել թշնամական ռեժիմը։ Ես կարծում եմ, որ հայ ժողովրդի մի հատված, որոնք փոքրաթիվ չէ այդ հատվածը, հասկանում եմ, թե սահմանադրության փոփոխումը իրենից ինչ է ենթադրելու եւ ինչ վտանգներով է հղի։ Կարծում եմ, որ տեսեք, Նիկոլ Փաշինյանը այդ մասին խոսել է իր գալու օրվանից, որ իբրև պետք էր փոխել սահմանադրությունը, բայց երբ եկավ իշխանության, պարզվեց, որ այդ սահմանադրությունը, որը ինքը անվանում էր Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում, հեչ էլ վատը չէր, որովհետև շատ լավ իրեն ծառայելու էր եւ իրեն պահելու էր այդ աթոռին իր պատկերացումով դեռ շատ երկար ժամանակ։ Բայց քանի որ Արցախի կորստից հետո Իլհամ Ալիևի համար դա ամենակարևոր հարցերից մեկն է, իհարկե դրանով չի վերջանալու Ալիևյան պահանջները չեն վերջանալու եւ դա չի բերելու, անգամ եթե փոխվի սահմանադրությունը, ես վստահ եմ, դա չի բերելու իր երազած կամ մեզ դրանով սնուցող այդ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, նոր պահանջներ են իհարկե գալու, բայց ամեն դեպքում հիմա դա մատի փաթաթան է դարձրել նաև Փաշինյանը, սահմանադրության փոփոխությամբ նա ոչ միայն կհանի այդ անկախության հռչակագիրը, դրա հետ միասին ի նպաստ իրեն եւ ի նպաստ թշնամու շատ այլ կետեր են լինելու, ինչի այսօր այդ փոփոխված սահմանադրության բանը չեն բարձրաձայնում, չեն լուսաբանում, դրա մասին չեն խոսում, չի քննարկվում։ Հաստատ տեքստը պատրաստ է, չէ՞։ Իհարկե պատրաստ է, բայց դա մի օրվա բան չէ եւ այդ հանրաքվեն ինչի հիման վրա պետք է ժողովուրդը քննարկի, այսինքն եթե ծանոթ չէ նոր սահմանադրության տեքստին։ ՔՊԱ-ական տեխնացուների պատգամավորներից մեկը այն օրը նշում էր, որ ինչ կարևոր է, թե մենք երբ ժողովրդին կծանոթացնենք նոր սահմանադրության հետ։ Սրանից ավելի մառազմատիկ բան ասել հնարավոր չէ, ես չգիտեմ, սահմանադրության նոր տեքստում էլ ինչ արհավիրքներ են սպասվում Հայաստանին, կամ այսօր հանելով այդ մի հռչակագրի բանը, անկախության հռչակագիրը սահմանադրությունից, դա գիտեք ինչ, դա այն հարցը չէ, որը հետագայում փոխել չի լինի, կլինի, որովհետև այն ինչ տրվել է Արցախը արդեն հանձնվել է, այս հոդվածի հանումով կամ մտցնումով չի հետ բերվելու, կամ հետագայում եթե կա նոր իշխանություն, նոր սահմանադրություն նույնպես հնարավոր է լինելու ընդունել կամ փոփոխություններ անել եւ այլն, բայց սրանով եւս մի անգամ Ադրբեջանը, Ալիևը հաստատում է, որ մեր երկիրը կառավարվում է ոչ մեր իշխանությունների կողմից, մեր երկիրը բռնազավթված է եւ ես չեմ խորշի ասել այդ խոսքը, որը իրոք Ալիևը նույնպես ազնվորեն է ասում, մեր երկիրը կապիտուլացված է իրականում, մեր երկիրը կառավարվում է թշնամու կողմից, կուզեն սահմանադրությունը կփոխեն, կուզեն այսօր կասեն, թե մենք ինչ պետք է ուտենք, վաղը ինչ հագնենք, մեր բոլոր ինստիտուտները դրանք գիտեք սահմանադրությունը եւ մնացած այլ բաներ դրանք գործիքներ են եւ ինստիտուտներն էլ գործիքներ են երկիրը կառավարելու համար ամեն հայկական, ամեն ազգային, ամեն պետական ինստիտուտ այսօր խարխլված է կամ ընդհանրապես ջարդված այնպես որ սահմանադրությունը նրանք ջանալու են փոխել հնարավոր է որ անգամ փոխեն բայց դրանով չի
վերջանում ամեն ինչ։ Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը ոչ թե հուսահատվի, այլ հասկանա իրավիճակը, իհարկե թույլ չտա այդ փոփոխությունը, բայց քանի որ այսօր Հայաստանում չգիտեմ, ամեն ընտրություն վերածվում է իշխանության կամքի արտահայտմանը եւ այդ կամքը իրենք ոնց էլ չլինի մեծամասնությունը իրենց ձեռքում է, ամեն լծակները իրենց ձեռքում են, նրանք անց են կացնում, եթե անգամ այդպես լինի, պետք է մեր ժողովուրդը դրանից չհուսահատվի, այլ դա լինի կոնսոլիդացիայի, միաբանման մեկ պատճառ եւս, եւ որի շուրջ նույնպես պետք է կոնսոլիդացվեն մեր բոլոր ուժերը, մեր բոլոր ջանքերը, մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի այս դավաճան իշխանություններին հեռացնենք եւ կարողանանք այն ժամանակ ունենալ եւ մեր ուզած սահմանադրությունը, որը ոչ միայն կծառայի Հայաստանի արտաքին շահերի իմաստով, որտեղ այսօր ամենակարևորը նաեւ դա է, որ Հայաստանը պահպանվի, այլ նաեւ կծառայի հայ ժողովրդի ներքին իմաստով, որտեղ այս սահմանադրությունը իրոք շատ մեծ խոչընդոտներ էր ստեղծում Հայաստանում իրական ընտրությունների եւ այլ անցկացնելու Հայաստանը պնդացնելու համար, որովհետեւ սա նույնպես գրված էր օրվա իշխանությանը ծառայելու, ոչ թե պետությանը ծառայելու եւ ընդհանրապես երրորդ հանրապետություն կոչեցյալը հենց այդպես էր իր նախադրյալներում իր արմատներում այդպես էլ աշխատում էր, բայց այնուամենայնիվ մենք պետք է ջանանք դեռևս պահպանել այս սահմանադրությունը, պահպանել այնինչ ունենք, եկեղեցին, ամեն տեղ էլ կա բարեփոխման կարիք։ Ես համոզված եմ եւ բոլորս էլ գիտենք, որ մեր երկրում ամեն կառույցներում կա մեծ բարեփոխման կարիք, բայց դա չպետք է անի դավաճան եւ թշնամու կողմից կառավարվող իշխանությունը, որովհետեւ դա չի լինելու բարեփոխում, դա լինելու է անդամահատում, դա լինելու է ընդհանրապես ջլատում եւ թշնամու շահերի ծառայություն։ Շնորհակալություն Մարգարիտա ջան բովանդակալի զրույցի համար, թե ինչպես կզարգանան դեպքերը ցույց կտա կյանքը, իսկ մենք էլ կանենք այն ինչ որ մեր ուժերի պատում են եւ հաղորդման վերջում ուզում եմ տեղեկացնել մեր հանդիսատեսին, մեզ դիտողին, որ Բևերը հերթական կարևոր դրամահավաքն է հայտարարել Սասնածռերին բժշկական եւ առաջնահերթ կենցաղային ծախսեր հոգալու համար, որոնք գտնվում են անազատության մեջ եւ Մարգարիտա ջան, եթե կա ավելացնելու բան, բացի այն ինչ որ մենք այսօր քննարկեցինք, քանի որ քեզ մենք վաղուց չենք լսում, շատ քիչ ժամանակ է որ ձեր կարծիքը լսում ենք։ Ուզենայի նշել եւս մեկ անգամ, որ դա մեր ազգային ամոթն է, որ այսօր Սասնածռերը բանտում են, որովհետեւ դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց կյանքը չխնայելով, իրենց առողջությունը, իրենց ապագան, իրենց ընտանիքները եւ այլն չխնայելով, այն քայլը կատարեցին 16 թվականին, ինչի մասին այսօր բոլորը ճիշտ ասած, հիմնականում ժողովրդի մեծ մասը, հասկացող մասը երազում է եւ փնտրում է նման մարդիկ, բայց նման սխրագործություններ, հատկապես երբ որ այսպիսի ավարտ են ունենում եւ բանտված են լինում, մենք միշտ այս տարիների ընթացքում էլ ասում էինք, որ քանի Սասնածռերը բանտում են, նման մարդիկ, նման քայլեր եւ նման սխրագործություններ ցավոք անգամ շատ օրհասական պահերի միգուցե չկրկնվեն։ Այնպես որ մենք պարտավոր ենք այս մարդկանց եւ իրենց ընտանիքներին հնարավորինս օգնել եւ ինչպես հայ խոսակցական բառ կա տիրություն անել, պահպանել նրանց եւ հասնել նրանց ազատությանը։ Սա մեկ։ Երկրորդը ես ուղղակի ուզում եմ մեր հանդիսատեսին, մեր դիտողներին իմ սրտի խոսքը ասել ինչ բանով, որ ամեն դժվար իրավիճակում, երբ թվում է, թե այլևս չկան ուղիներ, փրկության եւ այլն, մենք պետք է հասկանանք, որ քանի մենք կանք, ողջ ենք, միշտ կա ընտրություն, միշտ կա ճանապարհ, միշտ կա մեկ այլ ելք եւ անգամ դա մեկը չի լինում, այլ շատ են լինում, ուղղակի եթե դժվար է, մութ է ժամանակը, մենք շատ հաճախ այդ ճանապարհները չենք տեսնում, բայց մենք մի փոքր պետք է հանգստանանք, շունչ քաշենք
ամբողջ ազգով շունչ քաշենք եւ ամենակարևորն է որ կարողանանք տեսնել իրավիճակը այդ հարթությունը մեկ այլ ռակուրսով դա շատ կարևոր է որտեղ երբ որ դու փորձում ես փոխում ես մի տեսակ ռակուրսը մի հատ restart ես լինում նորից ես նայում իրողություններին տեսնում ես որ ելքերը շատ են հնարավորությունները շատ են եւ իհարկե անելիքներն են շատ ու այդ անելիքների համար ուղղակի պետք է որոշում կայացնել ու հավատալ ու միասին առաջ գնալ ես հավատում եմ որ մենք կգտնենք դա մեր մեջ այդ ներուժը կունենք եւ կկարողանանք այդ հանգստանալ մեր ներսով հավատալ մեր ուժերին հավատալ որ մենք կանք կարևոր ենք կենթանի ենք եւ եթե կենթանի ենք ունենք ընտրելու հնարավորություն եւ ընտրենք մեր ապագաներս նայելով այդ հարթությանը նոր ռակուրսով Շատ շնորհակալ եմ հիշեցնեմ հարգելի հայրենակիցներ այսօր մեզ հետ էր տեսակապի միջոցով Մարգարիտ Ասադոյանը մեծ սիրով սպասում ենք նաև Հայաստանում այսօր այսքանը մնացեք բևեռի հետ մինչ նոր հանդիպում